Այսօր ես ձեր բոլորի խնդրանքով այցելելու եմ Հայաստանի ամենաէժան հոթելները։ Տեսնենք, թե ինչ պայմաններ են այնտեղ։ Փորձենք այդ հոթելներում անցկացնել մեկ գիշեր։ Եվ վերջում կհամեմատենք երկու հոթելների իրար հետ, կհասկանանք նրանցից որն էր ավելի վատ։ Նայեք վիդեոն մինչև վերջ, որպեսզի տեսնեք բոլոր հետաքրքիր մասերը։ Ժողովուրդ, ուրեմն մեր վատ հոթելը 8 ժամը չէին կարող գտնենք, որտեղ եկեք ցույց տամ։ Ես փողոցով քայլում ես, այս էս դուռը, փագեր էս դուռը։ Ու այստեղ խփած է 4 թարք հոթել։ Չգիտեմ, երևի էսի մեր բախտի դռներն էր, որ բացվեց այս վատ հոթելը, որտեղ արդեն ընկել էինք ուրիշ վատ տեղ ենք ման գալ։ Բացանակ 4 թարք տենանք։ Վաբշե հիմա գործում է, թե չէ, կարող է չի գործում։ Էլանք։ Այս էս վիճակը, հələ չենք էլ մտել։ Նոր հելնում ենք 4 թարք։ Վախում եմ պատկերացնեմ ինչ անդե։ На всякий случай на дурам кто զանգատվել եմ տենանք ինչ անում։ Если что, այս ավտոն խաղարկելու եմ ժողովուրդ, ինձ որ կարակ ուշադիրնեք ու մասնակցեք։ Ժողովուրդ, այս ինչ երկար են ճշտում, համար կա, ավճի սորտի համար կա։ Հիմա ճշտում են գին ինչքան է։ Այո, լսում եմ, որ վերևը խոսում են ինչքան է բան։ Ախպեր եկեք տվեք։ Ինչքան դիլի 10, հա։ Էսա գալիս են ասում են 30, ես ընկնում եմ գետ։ Հանրապետի փակեն որ մաշակարին ուզեք, մի աթակ եկել, եթե կարան տանքնա, ճանդե մի հատ պասպորտների գտակ, դեպր նկարենք ու կաց։ Պասպորտ։ Հա, անպայման։ Всё։ Հիմա ներքև նայեք։ Ներքև երկու հարկը, մտեք լողաների կտեսնից։ Ժողովուրդ, վերջի վերջո մենք գտել ենք մեր հոթելը, ասենց ասած, որտեղ ինքը գտնվում էր մի հատ դեֆոլտ շենքում, պադեստ սովորական տուն 4 թարգում, պրոստը մի հատ A4 թղթի վրա խփած էր այնտեղ, որ 4 թարգում հոթելը։ Հելանք դրան զանգտվել ենք, դա այդ մասերը կարող է տեսածել եք վիդեոն։ Հելանք զանգտվեցինք, մի հատ տատի դուրը բացեց, ասեց, էսի հոթելը։ Շատ բարեհամբեր մոշխուր էր, որ ջան, սպասարկումը գոհ ենք ախպեր։ Մեզ առաջարկեցին, որ կա հոստելատիպի, այսինքն մի սենյակում մի քանի հոգով կարող մնաք, ցածր եմ խոսում, որովհետև սա լսվում է, պետք չի որ լսեն ինչ ենք անում մենք ստեղ։ Մեզ առաջարկեցին, որ կարող մնաք մի 2-3 անծանոթ տեղեք հետ, բայց այդ դեպքում մենք չենք կարող նորմալ նկարենք ու ցույց տանք ինչա կատարվում։ Մենք ասացինք, մեզ տվեք առանձին սենյակ, մտածելով, որ հեսա մի հատ գներ են ասելու մեզ, որ այլանդակ գներ է ելնելու։ Ուրեմն այս առանձին սենյակը 3 տարբեր մահճակալներով մեր վրա նստեց 2 հոգուն մինչև վաղը 6000 դրամ։ Այսինքն ուզում եմ պատկերացնեմ ինչքան ելնելու ախպերս հոստելատիպին, որ ընդհանուր մնանք ինչքան 2000, 3, հա, 2-3000 պետք է բռնել։ Ախպեր լավ էլի հորս արա։ Հələ այն մյուս կողմը չեմ ուզում ձեզ ցույց տամ, այսքան տեղը ցույց տամ, հետո հետևի մասը կտենաք ինչա կատարում։ Այստեղ ունենք պատուհան, որը նայում է դեպի Թումանյան փողոց, որը այսպես բացվում է ու այսպես փակվում է։ Դե այս մասերի մասին չեմ ուզում խոսամ, որ տենաք ինչա։ Էսի գիշերը չգիտեմ մրճուն բան կարա մտնի ստեղից։ Հանգիստ կարա դասի կողմը որ։ Պրինցիպի նորմալ է, ստե հեշտ է մաքրելը, ստե արել են ախպեր, ստե նիտո բանման չեմ տենում։ Ախպերս որ դու ես ստե գնաց։ Այ ես էս պահը ամենաշատն եմ սիրում։ Ռասպակովկա է։ Օլո կարած անգեր մեջ չէ։ Ոյ քեզի բան, մաքուր է։ Լավ։ Մատրասներ չգիտեմ ու մազերնա վրան, ու ծերպիտ կարան կանենք ապեն, էս չի շատ այլանդակ վատա խոսքի։ Արա սաղան հենց գույնի բաներ ա դրած, որ կեղտոտելի վրան չես տենա ապե։ Հիշում եք անցած վիդեոն, որ ասում էի մեկ ամբողջ 2 աստղանոց հոթել կա, հավաքեք 2500 լեկ կգանք։ Դուք հավաքել եք, մենք մեր խոսքի տերն եք եղել եկել եք ու էլի մազ, հա։ Իսկ ապե մազերը կարան քաշենք մինուս։ Դե պրինցիպի զզվելի չի, ինչ գիտես ու ինչի մազերն։ Էլի նույնից հա տակը չենք կարող տենանք։ Ֆեն ունենք խոսքի։ Անցանք ստե ապե։ Էլի չգիտեմ ու մազնա մտե մեջը, հլստե։ Ու այս մազը явնի երկարամացա ու թեփ ա վրան։ Ես իմ մազն էր ախպեր, բայց արի հաշվի առանք որ թեփոտ մազ էր։ Դե բնականաբար մազ։ Այս արանքները ապե։ Հետաքրքիր է։ Նու փոշոտա բանա կստեն։ Явնի չգիտեմ ինչա։ Արա ինչ է դա։ Պրիտոմ ինչ են մաքրը։ Լավ, ես վստահ եմ, էսի հանեմ էլի տակեն նույն բանից ալնելու, իմաստ չկա։ Հիմա ուշադրություններ ես գիտեմ, որ ձեր սեվերվապա էս պատին։ Ուշադիր նայում ենք այս ռազետկան, որ սենց հալնում։ Ունենք զիբիլիաման հենց համարի մեջ, հենց սենյակի մեջ զիբիլիամանը դրած է։ Դեսախ փլված է, էսի չեն ուզեց հավլեն, այս վիճակն է։ Այստեղ ինչին կպնեմ նայեք։ Փլվում ախպեր, ես կարող եմ ասենց հելնեմ, ցելի պատը նայեք։ Ջոգիկ ինչա մի խոսքով։ Արա բորբոսնել է պատը, ապե։ Մեկ քանի գույն ա եղես պատը առաջ։ Ու այսենց կրավատի կողովել է նույնը կատարվում։ Ինձ հետաքրքիր է թե իրիկունոտ արդեն իրիկունվա կոմինչաստ է կատարվելու, որտեղ ամենահետաքրքիրը հենց այդ ժամանակ է սկսում։ Սպասենք իրիկունը գա, որ կարողանանք մյուս սենյակներն արդեն ցույց տանք, չեն դե ոսկի բաղնիքան, դե զուգարանց, դե օբշի կուխնյա կա ախպերս։ Հիմա սպասում ենք մի քիչ
մութ են գնում, այս անձրև մանձրևը կտրվում է, մենք մինչև այդ մի քիչ ժամանակ կմերցնենք։ Սենց պայմաններ ժողովուրդ, այսինքն если что Кришна, զուգարանը օբշի է, այսինքն ինչքան մարդ ընդ մնում է, սաղ այս դեից են օգտվում։ Если ես եմ ախպերջան ջուրն էի փորձում աշխատում է, դա նորմալ է, ստեղ օբշի լողանում են, սաղ Ով ստեղնում է, այստեղ լողանում, Գրիշը դա ջողի կորից վիճակն է, զուգարանը օբշի, սաղ դից են օգտվում։ Սա միջանցքն ու կարանով կադր ցույց տամ, որտեղ սա ոչ միջանցքում է, չգիտեմ ինչ են սա, ինչ են անում, բայց այս կադրը կնկարեմ, կարող է զարգացնել գործով, բայց տենակ։ Խոսքով այս սենց վիճակ է։ Բարի լույս, ժամը առավոտվա 11-ից քանիսի կոմերա, հելել ենք քններիցս, մեր դուրս գալու ժամն է արդեն։ Էսա որ խոսքի բալկոնում են մարդիկ եկե, եթե ուզել են խմեն, հեսա եկե մարդիկ խմել են։ Խնդրեմ, ես էլ օպերայի շենքը։ Խոսքի նայեք որտեղ էլի գտնվում, ինչ մոտիկ է։ Սենց միակ կարծիք եմ ասում։ Անցան նորմալ է քնելը, ոչ դες կենթանի եմ տեսել, որովհետեւ վազի, ոչ գետնին եմ տեսել, ես խոսքի շեմ 4:5 արդյուն եմ մնացել, որ կարող եմ մի բան բռնեմ, մի բան ֆիքս անեմ, միակ բանը որ ֆիքս եմ արել, լուսամուտը թե փակ լինի, թե բաց լինի, դրսի ալկշների ձեներ պարզեցում եք սաղին։ Էսի կարամներ եմ 6000 դրամի համար ու տեղի համար էլ կարամներ եմ, որ հրապարակից մի քանի ոտ ենք ենկում, բայց թե սրանից հետո մենք ուր ենք գնալու, էդի ես հələ չգիտեմ։ Դե ինչ ժողովուրդ, մենք գտնվում ենք մեր հաջորդ հոթելում, որը ըստ ցուցակի ըստ աստղների համարվում է 2 քանից եմ ես տեսել ծրագրով, դրանից վար, տենց շատ դժվար է արդեն ճարելու այս գնային սանդղակում, որը որ մենք տվել ենք առաջին հոթելում, այդ նույն գնային սանդղակում, այս նույն հոթելն է։ Պրոստը ինի գտնվում էր Թումանյան փողոցում, էսի մի քիչ հեռու է գտնվում է ամերիկյան դեսպանատան մոտերքը։ Միջանցք եք ժողովուրդ, այս հոթելը տենց ասված չունի, եթե ճիշտ ուզում եք իմանալ 3 հատ համար կա, մեկը ստեղը կամաց եմ խոսում, որտեղ մենք գիշերով ենք եկել, որ պետք է ապրենք ստեղ։ Էսի մուտքի դուռն է, էսի մեկ համար, ստեղ երկրորդ համար։ Եկլավսովս, կոմպետաբն ես։ Ժողովուրդ sense բան ասեմ, որ ստեղած պատերը բանը հենց բարակա, որ ես ընդամենը հենց նոր դուռը մեծ բարձ կուհի խփեց, շատ ցածր եմ, եկեք այսպես խոսամ։ Հենց նոր դուռը մեծ բարձ կուհի խփեց, ասես որ no please why hi դինաս լեզվով չգիտեմ ինչ ասես, յանի քնած ենք ապե, այսքան այս պատերը այնց բարակա ժողովուրդ, որ ստե փրեշտալ ոնդե կարող ասեն առողջություն այս վիճակը, ընդամենը 2 վայրկյան հելա միջանցքում, որ ասեմ որը որ դուռն այնի մուլքեսի ես կոմեն ենկոմ, մեկից հելավ դուրս, զեներ հանես, ասիլի մտանքնես դուռը խփեց։ Վախում եմ, որ մեզ չխփեն, իրանք sense չադրախով բանով մարդիկ են։ Լավ, եկեք IS ֆորմատով արդեն sense ASMR IS-ի համարում արդեն ժողովուրդը ցածր որ կողից չլսեն, այ մինուս համար 1 խրսնում է կողի հարևանը, ես կարամ լսեմ։ Գալիս ենք ստե վեշիլկե կա, ստեղ կա զիբիլիաման, բաղնիկ եւ զուգարան։ Ուրեմն ունի այսպես տեսք, շատ փոքրած, էսնի ստեղ էս լողանալու ոչ մի ագրարդենիա, տենց ասած չկա, որ всё ստե զուգարանա, ստե լողանում ես, ոչ մի բան չի բաժանում։ Դե էս բաներին ու կարելի է ուշադրություն դարձնել այդ գնի համար, եթե հիշենք անցած հոթելում ինչ էր կատարվում պատերի հետ, էսի շատ գերիդիալական պայմանները։ Okay, այս գնի համար գալիս ենք առաջ։ Մեր հոթելը պրծավ։ Մեր համար պրծավ այս կանները։ Այստեղ աչի վրա կա մի հատ այս sense են հին ձևերով են որ կա էսի լյուքսն է եղան ժանր, այսպես բուրտիկներով մի հատ կրավատ, որը ձեռքերի վրա թողում է կարմիր հետքերի, если что, հիմա նայեք, ձեռս մաքուր է, չէ։ Նայեք, ընդամենը ձեռս դրեցի, ու այսպես կարմիր հետքեր է տալիս, ու էսի ապեսի մաքրվում, հա, սպաս։ Վայ հորս աղը։ Ես ինչ եղավ իմ հետ ընկեր։ Պատահական կապել էի ժողովուրդ ջոգել էի, որ sense կարմիր հետքա թողում, ասի մի հատ է ձեզ ցույց տամ ու այսպես կինոյի մեջ են գա։ Всё, լավ, օքեյ, այսքանն էլ հետո մի ձև կանցնի։ Կա այս կողմ մի հատիկ կրավատ, կա տմբուշկա, 2 դարակով, 2 հատ ադնարազվի sense տապշկեք ու 2 հատ սրբիչ։ Թույնա, մտածված է։ Այս առումով բան չեմ կարող ասեմ, մեզ այն հյուրանոցում չեն տվել, չէ, ոչ տապը չկա, ոչ էլ սրբիչ։
չկար։ Ճիշտ է։ Ունենք այսինքն սեղան, որը բացվող է թե չէ։ Չէ, սովորական սեղան է։ Ունենք 3 հատ բաժակ, ունենք թեյնիկ, ամենամինուսներից մեկը, որ ամեն կրավաթի կողքը նախ չկա ռազետկա, կա 2 հատ ռազետկա կրավատներից հեռու, պեսանտ։ Եթե ուզում ես 2 հոգով հեռախոս դրանք զարդի, պետք է ելնեք այստե այս մի աթոռի վրա երկուսով նստեք զբաղվեք այս ռազետկեքում։ Ունենք մարազիլկա, հա, ձևերի տեղով բանով էսի պրյամը մարազիլկա է։ Հետո կա 2 տեղանի մի հատ մեծոտ կրավատ, որը փառքասու չունի այնպես բան, որ կարա ձեռիդ վրա հետ կթողի, էսի գոնե կատորա։ Ոչ եմ, ունենք սենց շտորներ, չունենք դե տեսարան լուսամուտից ենքոն, որովհետև լուսամուտ այստեղ է։ Ունենք պար, դե հիմա չի աշխատում, որովհետև շոկ է, ոչ թե չի աշխատում, միացրած չի։ Ունենք կոնդիցիոներ, պլյուսներից մեկը, որ կա կոնդիցիոներ, որը աշխատում է։ Ավելացնելու բան, դե այս պատերի լավ էս բաների մասին չեմ խոսում, էսի արդեն եկած մարդկանց ձեռի գործերն է։ Ընդհանուր վիդը այսքան է, всё, ուրիշ բան չկա, ոնց տեսակ։ Այսքանն է։ Մենք գիշերով ենք եկել, ուստեղած համար ժողովուրդ մենք տվել ենք 8000 դրամ, այնտեղ տվել ենք 6000, բայց այնտեղած պայմանները ստեղացի հետ հաստատ չի համատվի, ստեղ ավելի լավ է։ Գնայինով սրանից էժան էլ չկա, որ ամենաէժանը սրանից հետո արդեն հոսթել է, բայց հոսթել 9000, բայց էսի հոթել է ու 8000-ով, որ թույն է իր առանձին բաղնիկ զուգարանով, ոչ թե այնտեղած նման օբշի ու կրեշը փլված եւ այլն։ Ստեղ այդ առումով ցախ թույն է, հարց չկա։ Հա կենտրոնից ընդամենը մի կիլոմետր հեռավորության վրա է սենց ասեմ, բայց այդ մի կիլոմետրը կարելի է ներել, որ պայմանների գոնե մարդկային է կարած տեղ ապրես։ Մենք գիշերով ենք եկել տեղավորվել, հիմա ստեղ անցկացնում ենք մեր գիշերը, այ ինձ հետաքրքիր է թե գիշերը ստեղ ինչա կատարվելու։ Այնտեղ կենթանի, մենթանի, բլոճ, մլոճ, դրանք ինչ ամ էս գիշերը ռազդ գալու ու արդեն բեսամ փոքնած ենք, այսօր շատ գործ ենք արել, ուզում եմ ընկնեմ, քնեմ, այս թակ տեղանի վրա ես կընկնեմ, կփռվեմ ու կքնեմ։ Всё, կհանդիպենք առավոտը։ Всё, բարի լույս ժողովուրդ, հենց նոր հյուրել եմ 11:30 կոմեր ժամը, ոնց են քնել, գնացինք արագ վերդիկներ, որովհետև ժամանակ չի մնացել մեր ստեյից դուրս գալու, գծետի մի 10 րոպեից պետք է արդեն հելածել ենք ստեյից։ Նորմալ է, ոչի տես պրոբլեմ չեմ ճարել, ես իմ նույն էքսպերիմենտները արել եմ, որ բացում բարձրի մեջ եմ նայում եւ այլն, սաղ թու նորմալ է, ոչ մի բլոճ-մլոճի չեմ հանդիպել, այս գնի մեջ էսի նավ է, բայց էդի սենց ասելու բան չի, այսա վիդեոյի վերջի մասում կդնեմ իմ կարծիքները, որին ինչքան ու որին ինչի համար ենք այդենց աստղեր տես գնահատականներ տալիս։ Դե ինչ, եկավ ժամանակը, որ համեմատենք երկու հոթելների իրար հետ, հասկանանք որում ինչ էր։ Առաջին հոթելը ժողովուրդ պլյուսներից մեկը, այլ ճիշտ երևի թե միակ պլյուսը, այդ այն էր, որ ինքը ահա ոչ կենտրոնում էր գտնվում, ասենք դրանից կենտրոն տեղի, որ չգիտեմ էլ որտեղ կարճ ճարես, հենց այդ հոթելի այդ շենքը նայում էր օպերային, ոտով մինչև օպերայի շենք գծետը մի 20 մետր է, այն որ շատ թույն տեղը։ Գինը 6000 դրամ այդ առանձին սենյակի համար, բայց այդ հոթելում կային հոստելատիպ սենյակներ, այսինքն քո հետը կարամանա մի 4-5 հոգի պարսիկ, հնդիկ, հայ, չգիտեմ, թուրք, վրացի։ Ու այդտեղ ճիշտ է, ես գինը չնայեցի թե ինչքան է, 3000, տոլի 4000, այդի ես չեմ նայել, մեզ առանձին սենյակներ հետաքրքրում 6000-ով։ Այն ամենագլխավոր մինուսներից որ դու ունես առանձին սենյակ, բայց դու առանձին ոչի բան չունես։ Ոչ դու առանձին բաղնիկ ունես, ոչ դու առանձին սենց ասած զուգարան ունես։ Սաղ ինչքան դե մարդ կա, կապ չունի ինչ ազգի ինչ սերի, սաղ օգտվում էին մի զուգարանից, մի բաղնիկից, այն որ ես մտել եմ զուտ տեսել եք վիդեոն, մտել եմ նկարել եմ դուս եմ եկել, դες չեմ օգտվել։ Դե սենյակի պատերը արդեն դուք ինքներդ տեսաք, որ այնքան հիներ ու այնքան բրենսես ներկեր կսած տարբեր տեսակի ներկեր տարբեր ժամանակների, որ մատով կպնում էի պատին փլվում էր։ Դե կռավաթի հետև այնտեղ ինչ կեղտեր էր գցած, էդի արդեն հաշվի չեմ առնում, չեմ էլ ուզում այդ դրա մասին խոսամ։ Զուտ պետքա տեղավորվենք այն փաստի մեջ, որ մենք տվել ենք մի գիշերվա համար 6000 դրամ։ Ու այսին անցած վիդեոյի հոթելի նման չի եղել, որ մենք տվել ենք 12 ժամվա համար։ Չէ, այստեղ նորմալ մենք մի գիշեր անցկացրել ենք առավոտ մինչև 12-ին, ոնց որ մնացած նորմալ բոլոր հոթելներում դուրս գալու ժամը եղել է ժամը 12-ին, ընդամենը 6000 դրամ։ Դե մինուսներից թվում հասկացաք, պլյուսներից էլ միակ պլյուսը է դա, որ գտնվում է կենտրոնում։ Ու ամենագլխավոր մինուսը, որ ես այդտեղ ուզեցել եմ այդ հոթելը գտնեմ, գիտեմ որ որտեղ հոթել կա, բայց ոչ մի ձև դու չես կարող հասկանաս, մինչև այդ պադեզդի դուրը բաց չլինի։ Պադեզդի դուրը թե բաց եղավ, այնտեղ կտենաս մի հատիկ A4 ֆորմատի թուղթ, վերեն գրած 4 թարգում կա հոթել։ Առաջի հոթելից էս կանը, ժողովուրդ, եկեք անցնենք երկրորդ հոթելին։ Երկրորդ հոթելը ճիշտ է, չի գտնվում կենտրոնում, բայց կենտրոնից այդքան հեռավորության վրա չի գտնվում, մոտիկ է։ Երևանյան լճի մոտերն է գտնվում ինքը, ամերիկյան դեսպանատան մոտ, այն որ շատ հեռու չի, Իսակով պողոտայով դու շատ արագ կարաս հասնես կենտրոն, եթե իհարկե այդտեղ պրոբկեք չլինեն։
Գինելի նույն գինն ա եղել, բայց սենյակի մաքրությունը ու մենակ այն որ քո բաղնիկ զուգարանը առանձին է, այդ արդեն առանձին պլյուսի է արժանանում։ Ես չեմ կարծում, որ կենտրոնի ու տենց մի փոքր հեռավորության վրա կարող է այդ կարգի տարբերությունը տար, էլի պայմանների, ինչ չի թվում, որ դրանից կարելներ, այնի սովորական շենք էր, ոնց որ կվարձ իրեն սարքած ելներ հոթել, իսկ այնի առանձին սենց հենց համարներ էր հոթելի սարքած, այդ կողմով ունի պլյուս, ունի պլյուս սենյակի մաքրության ու սենյակի սպիտակ եղենի ու ամեն ինչի մաքրության համար ունի լիքը պլյուսներ։ Դե հարմարությունն այդտեղ կուխնյա մուխնյա չկա իհարկե, որովհետև դե ինչ էինք սպասում այդ գնի մեջ, որ մի հատ է կուխնյա պտինի, որ մեզ առավոտ ինչպես պլատնի զավտրիկ տային, չէ, անհնարատես բան։ Հենց դեմը կար մոյկա, կողը կար կոֆե ապարատ, խոսքի այդ տենց հարմարություններ է ստեղծած այդտեղ։ Դուսը կարած նստես, լավ հարմար տեղ կա, խոսքի ծառի տակ բան։ Okay է։ Այդ գնի մեջ էդի okay է, ինքը խոսքի էժանների մեջ լավ է։ Դե ինչ որ տես երկու հոթելներ այսօր այցելեցինք, տեսակ թե ոնց ենք այնտեղ գիշեր անցկացրել, ոնց ենք գնացել, մտել, ինչքան գումար ենք տվել ու ինչ մինուսներ ունեին։ Այս վիդեոյի տակ եկեք հավաքենք 2000-ից ավել լայք ու ես փորձեմ գտնեմ ինչ, էլ ավելի վատ, չգիտեմ դրանից էլ ավելի վատ ես տեղ կճարեմ թե չէ, բայց եթե դուք գիտեք ավելի վատ տեղեր, անպայման գրեք կոմենտներում, ես էդի էլի կփորձեմ, եթե հավաքվի ասածս լայքերի թիվը։ Անպայման բաժարտագրվի մեր ալիքին, որտեղ մեր ալիքին ամեն մի բաժարտագրությունը 50 դրամ է մեր կողմից օգնություն մանկատներին։ Եթե այս վիդեոյի տեկավ 10000 բաժանորդ, կես միլիոն դրամ մենք մեր կողմից տալիս ենք օգնություն մանկատներին։ Դե Instagram-ին ու Telegram-ին անպայման էլի բաժարտագրեք, որտեղ ինչ ստեղ չեք տենում, այնտեղ անպայման ամենաառաջին իմանում եք։ Իսկ ձեր տեսեի զվանոկ ալիքի Արսենը կտեսնվենք։